Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտ ասած մի հատ հետաքրքիր դեպք պատահեց, ուզում եմ կիսվեմ ձեր հետ։ Ուրեմն մի քանի օր առաջ օպերայի մոտ խանութ կա, պետքա կուրտ կանեի, տանեի եւ այլն։ Այդ դրանից առաջ էր ոնց որ sense հոգսա շատ էի, ոնց որ աստծո այդ մտքով վիճվում էի, ասում էի՝ «Խի ասեն» եւ այլն եւ այլն։ Մի քիչ չնախատեսված ծախսումներ էր ստացվել եւ այլն։ Գիտես, երբ որ աստծո հետ խոսում էի, մտածում էի, ասում էի լավ դե ասում եմ ես իմ ձևերով կանեմ, սենց քո օգնության կարիքը չունեմ, սենց մտքիս մեջ իրականում։ Միտեղ էլ կա, ասում է ձեր սրտներում ձեր հետ խոսացեք, սաղմոսների մեջ ա գրած էլի, ասում է լղեք, շատ ժամանակ ես ոնց որ չհամարցակվես էլի, բերանով ասես, որովհետև ասում է հիշեք ինքն Աստված է, դուք մարդ եք, տենց է գրած Աստվածաշնչում։ Ու գիտես, մեքենան տարա կանգնացրեցի օպերայի հարակից տարածքում, երկու հոգի կային, մեքենայի կողքը կանգնեցին, ես էլ ոնց որ դուռը որ բացեցի, ես մյուս կողմից որ պետքա այդ վեշերը վերցնեմ, ասած դե վեշեր եմ վերցրել, եկել փակեցի մեքենայի դուռը ու չփակվեց։ Զգացի որ չփակվեց, բայց ուշադրություն չդարձրեցի, որովհետև իրանք են մի կողմից դուռը բացեցին, դուռը որ բացում է չի փակվում, ու տենց, ոչ եմ գնացի, վերջացրեցի գործերս, եկա տեսա տղները որ բացա, չի փակվել, այսինքն նստա մեքենան ցույց տվեց, որ այս կողքի, այս մյուս կողմից դուռը բացա, պորտմանս էլ ուրիշ ձևեր բացեցի, տեսա որ մեջի գումարը գողացել են։ Գիտես, հետաքրքիրը որն էր, դեմից բարկություն է գալիս, սենց բախեն տենց հարև, այս մեքենան էլ նկարում է, դեմքերն ներևում է, մի անգամից միտք է գալիս, ասում եմ տան ոստիկանություն, այն որ վայր անց էլի, հստակ դեմքերները երևում է, բայց հետո սենց նստեցի, մտածեցի, գիտես ոնց որ էդի խրատ էր, որովհետև մի բան տեղի ունենում քո հետ, պարտադիր չասես, բան, վայ, կան այս այնց եւ այլն, ոնց որ Աստված այդ պահին նայեք, ես հայտնվել եմ այդտեղ, իրանք կողքը, կարելի մի քանի մեքենա հետ պարկով կանեի, կամ այնտեղ, կամ չգիտեմ, մի ժամ ուշ դուրս գայի եւ այլն։ Երբ որ դու հայտնվել ես այդտեղ, ուրեմն Աստված թույլ է տվել։ Ու գիտես, երբ որ այդ նստեցի, մտածեցի, ժամանակ անցավ մի քիչ, մեքենայի մեջ հենց, ոնց որ Սաղմոսների առակած գրքում շատ է գրած, էլի, ասում է մի ասում է խրատից, ասում է մի հրաժարվի, որ Աստված խրատում է, ասում է Անթոնի։ Գիտես Աստված ասեց ոնց որ մի պահա, ասես դաժե թեթև որ ողորմությունս քաշեմ, ասենք անենց բաների մեջ կընկնես, որովհետև չարը քնած չի, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Այս աշխարհում դուք տեսնում եք այն ինչ որ տեսանելի է, բայց չտեսանելին, անտեսանելին շատ ավելի շատ է ու շատ ավելի զորավոր է, որ դուք չեք տեսնում, որովհետև միտեղ էլ եբրայեցի թղթերի մեջ գրած է, որ չտեսնվողներից ստեղծվեցան տեսնվողները, այսինքն այն աշխարհն ավելի իրական է, քան այս աշխարհը։ Ու գիտես, երբ որ ընդունում ես այդ խրատ, ասում ես իմ Աստված կներես, մեկ մարդ եմ, ելնում եմ, նեղվում եմ, ոնց որ ընդունում ես խրատ Աստծո այդ ոնց որ հանդիմանությունը էլի, որ մի հատ լեքես ճիշտ պահի։ Ու գիտես խաղաղվում ես։ Հետո դաժե Աստծուն ասի լավ իմ Աստված ասի, այդ գողությունը չեմ համարում, այդ մարդկանց գումարը տվել եմ, Աստված օրհնի իրանց, մի էլ համարի գողություն իրանց եւ այլն։ Գիտես ընկերներ, ձեր կյանքում ինչ որ տեղի ունենում նրանից թե ձեր հարաբերությունները Աստծո հետ ոնց են։ Շատ մարդիկ մահանում են, դա իմ անձնական թեորեմն է, որովհետև ըստ Քրիստոսի առակի, որ այնտեղ ասում է մի հատ ծառ կար տնկած, Տերը եկավ, տեսավ այդ ծառը 3 տարի պտուղ չի տալիս, բացարձակ պտուղ չի տալիս։ Ու ասեց սրան կտրի վերացրա, որ երկինն էլ չփչացնի, ու գիտես ծառան ասում է, Տեր ասում է, թույլ տուր, ասում է, հողը փխրեցնեմ եւ այլն, ինչ որ բաներ լցնեմ, կարող է մյուս տարի բան տա, պտուղ տա, եթե չտա նոր կգտնենք։ Գիտես, երբ որ դու 3 տարի անպտուղ ես, այսինքն ոչ մի բարի բան չունես, ոչ մի։ Իրականում ժամանակն է, մահվան համալրումը գալիս է։ Ու քեզ հնարավորություններ է տարվել։ Շատ մարդիկ որ մահանում են, այդ նշանակում է իրականում այդ հենց այդ դոգմա չի, որ հենց այդ պատճառով են։ Ուղիղ ձեզ ասում եմ, ես գտել եմ, որ չարը չի կարող ապրի այն տեղում, որտեղ որ ստեղծված ամեն ինչ Աստծո կողմից, որովհետև Աստված բարի է, մեկն է որ ստեղծել է ու արդարությունը պահում է։ Մի այլ տեղ էլ գրած ասում է, երբ որ մարդիկ չար են անում, ասում է վճիռը մի անգամից չի կայացվում, այսինքն այնպես չի որ չար արեցիր տեղում մահացար, դրա համար ասում է մարդկանց որդիք վախ չունեն իրականում չար անելու, պատկերացրիր։ Ընկերներ, այն ինչ որ տեղի ունենում ձեր հետ, դա նշան է։ Դու կարաս հասկանաս թե որտեղ Աստված խիտա տեղ ունեցավ, նստես վերլուծես, քեզ վերլուծես, հասկանաս այդ ամեն ինչը։ Դրա համար մի անգամից մի այդ մեղադրականը սկսեք։ Այդ գողերը տեղ պետքա լինեին, որովհետև հանձնվել է ես։ Իրականում ոնց որ Աստծուն ասել է, լավ, արի քո թևերի տակից ես դուրս գամ, ես իմ ձևերով։ Ու Աստված ցույց տվեց այն ամենամեղմ ձևով դաժե։ Ես միշտ ասում եմ, իմ Աստված ինձ մի հանդիմանի քո ասում եմ սրտմտությունը, ոնց որ Սաղմոսների մեջ գրած է, կոշտ մի հանդիմանի, թե փափուկ ինձ բացատրի շատ ժամանակ։ Դրա համար ընկերներ, սրանով եմ ուզում ձեր հետ կիսվեի։
Այն ինչ որ տեղի ունենում պատահական չի։ Քննեք ու հասկացեք, թե դուք որտեղ եք, թե Աստված որտեղ է ու թե դուք ինչ դուր եք բացել, որովհետև արդարին չի մոտիկանում ընկերներ։ Ոչ չարը, ոչ մեկ չի մոտիկանում։ Հոբն էլ ձեզ իրականում օրինակ, որ այնտեղ գրած է դու պաշտպանություն ես դրել հոբի ունեցվածքի տան մնացածի վրա ու չեն կարող մոտիկանանք հոբին։ Չոտքի գրած ընկերներ։ Դրա համար եմ ուզում ասել, այսքանով ուզում եի կիսվեի, այդ մեր ընկերներին էլ որ գողություն են արի, իրականում ձեր դեմքերը կա ընկերներ։ Բարի չի գողանալը, իրականում ես գողություն չեմ համարում ձեզ, բայց շատ մարդկանց իրականում կնեղացնեք, կբողոքեն Աստծուն ու շատ ցավոտ կլինի ձեր համար։ Այդ օպերայի հարակից տարածքներին ինձ թվում է դուք կտենաք այս վիդեոն, ամեն դեպքում Աստված ձեզ շատ օրհնի, իմացեք նվեր եմ տվել, դի գողություն չի համարվում ձեզ։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ ձեզ անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։